Իմ նկատմամբ իրականացված դաժան բռնության գործով դատական նիստերից մեկի ժամանակ 2024 թվականի նոյեմբերին պաշտպաններից Սմբատ Մինասյանը դատական նիստի ընթացքում իմ հասցեին հայհոյանքներ և վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել, որը ցավոք սրտի դատարանի կողմից պատշաճ գնահատականի տվյալ պահին չէր արժանացել։ Ես մի կողմից հաղորդում էի ներկայացրել հանցագործության մասին, ավելի ուշ նաև այդ հաղորդմանը միացել էր ինքը դատարանը, ուսումնասիրելով նախորդ դատական նիստի ձայնագրությունը և վարույթ է նախաձեռնվել, հիմա դա գտնվում է գործը դատարանում, անցել է բողոքարկման իր էտապները։ Զուգահեռ ես նաև դիմել եմ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ, փաստաբան Սմբատ Մինասյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։ Փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ վարույթ է նախաձեռնվել, արդեն մի քանի նիստ է տեղի ունեցել կարգապահական, ինչպես այդ դեպքից հետո դատական նիստերին Սմբատ Մինասյանը այլևս չի ներկայանում, նա ոչ մի անգամ չի ներկայացել նաև այս կարգապահական հանձնաժողովի նիստերին։ Ես նախորդ նիստում միջնորդություններ էի ներկայացրել վկաներ ներգրավելու համար դատական նիստի մասնակիցներին, այդ թվում դատավորին, դատախազին, նիստերի քարտուղարին, դատական կարգադրիչին, մյուս պաշտպաններին, որպեսզի գային վկայություն տային։ Ցավոք սրտի այսօր ոչ մի վկա պատշաճ ծանուցման պայմաններում չէր ներկայացել կարգապահական հանձնաժողովի նիստին, և դրանից բացի, քանի որ իմ բողոքը քննիչի դատախազի որոշումը բողոքարկելու առաջին ատյանի հանուն իրավասության քրեական դատարանում տնել է վարույթ, ես այսօր նաև միջնորդություն ներկայացրեցի կարգապահական հանձնաժողովին, որպեսզի այս վարույթը կասեցվի մինչև դատական որոշման, դատական հանգուցալուծումը այդ խնդրի, որից հետո նոր կարգապահական հանձնաժողովը կվերադառնա իմ դիմումի քննությանը և վարույթի իրականացմանը։ Այսինքն իրենք այսօրվա նիստին էլ չէին ներկայացել կարգապահական հանձնաժողովի նիստին չէր ներկայացել ոչ փաստաբան Սմբատ Մինասյանը, ում դեմ վարույթը նախաձեռնվել է, և չէին ներկայացվել այն վկաները, որոնք որ նախորդ կարգապահական հանձնաժողովի նիստում իմ միջնորդությամբ այս գործում ներգրավել են որպես վկա, նրանք նույնպես ցավոք սրտի չեն ներկայացել։